Դու չես կարող փոխել քո կյանքը, քանի դեռ չես փոխել այստեղ։ Եթե դու փոխես քո աշխատանքը, քաղաքը, երկիրը, որտեղ որ դու ապրում ես, ու չփոխես քո մտադրությունները, չմաքրես քո միտքը, ուղղությունը փոխես, բայց հույս ունենաս, որ դրանով կարող ես փոխել քո կյանքը, ապա ստիպված եմ հիասթափեցնել, որ դա չի աշխատի երբեք։ Որտեղ էլ որ լինես, ինչ էլ որ դու անես, քանի դեռ չես փոխել քո ներսը, քո կյանքը երբեք չի փոխվի։ Այն ինչը որ ես տեսնում եմ, այն ինչը որ ինձ շրջապատում է եւ այն կյանքը, որը որ ես ապրում եմ, դա զուտ իմ մտադրությունների, իմ մտքերի արտացոլանքն է։ Սա կյանքը ընդամենը էկրան է, որը ցույց է տալիս, թե ինչ է կատարվում մեր ներսում։ Ու այստեղ գտնվում է հեռակառավարման վահանակը։ Պարզապես այն ակնթարթորեն չի գործում։ Երբ որ դու փոխում ես ալիքը, պետք է մի փոքր համբերություն ու կամք ունենաս, որպեսզի համբերես, որպեսզի այն փոխվի, որպեսզի դու տեսնես այն, ինչը ուզում ես իրականում տեսնել։ Ու հիմա դու ապրում ես այն կյանքը, ինչը որ երբևէ դու մտածել ես, ինչը որ անգիտակցաբար կամ գիտակցաբար դու մտադրություն ես ունեցել դրա, դա էլ հիմա դու տեսնում ես։ Եվ եթե դու ունես ցանկություն փոխելու քո կյանքը, նախ եւ առաջ պետք է փորձես մաքրել քո միտքդ ու սիրտդ, մտադրություններդ փոխել, դնել ճիշտ, մեծ կամքի ուժով գնալ առաջ եւ ամենակարևորը, որ ամբողջ պատասխանատվությունը քո կյանքի վերցնես քո ձեռքը, որ ամեն ինչ, ինչը քո հետ կատարվում է, քո կյանքում կատարվում է, դրա միակ պատճառը դա դու ես եւ ուրիշ ոչ մեկ ու ոչինչ։ Այսինքն նախ պետք է փոխել քո ներսը եւ այնուհետեւ կփոխվի այն ամենը, ինչ քեզ շրջապատում է։ Վստահ եմ, որ այս եղանակը բոլորի մոտ գործում է անխտիր։